Ձայնը տրվում է Հայաստանի Հանրապետության ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստր, մեր բոլորի սիրելի Ասպրամ Կրպեյանին։ Խնդրեմ։ Մեծարգո պարոն նախագահ, սրբազան հայրեր, հարգարժան երկրապահներ, տիկնայք և պարոնայք։ Թույլ տվեք նախ շնորհակալություն հայտնել երկրապահ կամավորականների 9-րդ հանրագումարին ինձ և մայրիկիս հրավիրելու համար։ Դահլիճում նստած մի պահ այն զգացումն ունեցա, թե այստեղ եմ հայրիկիս, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի փոխարեն։ Բայց դա ընդամենը մեկ ակնթարթ էր։ Իհարկե, ես այստեղ եմ իմ փոխարեն, և հիմա ուզում եմ երախտիքի, խոնարհումի և հիշատակի խոսք ասել հերոսներին, նրանց, ովքեր հանուն մեր երկրի անկախության, հանուն հայրենի հողի ազատագրության և հանուն խաղաղության նվիրաբերեցին ամենաթանկը՝ կյանքը։ Նրանք այդ արեցին իրենց փոխարեն, հստակ ընդգծված գիտակցությամբ, եթե ոչ մենք, ապա էլ ով։ Եվ դա արեցին հանուն բոլորիս։ Կամավոր Արցախ մեկնած ազատամարտիկներն առաջինը զենք վերցրեցին պաշտպանելու խաղաղ բնակչությանը, և հայրս Գետաշենի ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատար Թաթուլ Կրպեյանը նրանցից մեկն էր։ Նա գրեթե 9 ամիս ղեկավարեց ենթաշրջանի ինքնապաշտպանությունը, իսկ 1991 թվականի ապրիլի 30-ին Գետաշենում գործեց աննախադեպ հերոսություն, բացահայտելով պետական ահաբեկչության նախադեպը չունեցող ամենածավալուն ռազմական գործողությունը՝ «Կալցո» օպերացիան, որը կազմակերպել էին ԽՍՀՄ և ադրբեջանական ղեկավար իշխանությունները։ Այս գնահատականն իմը չէ, այլ ժամանակի հայտնի քաղաքական, հասարակական, ռազմական գործիչներինը։ Միայնակ դուրս գալով խորհրդային տանկերի դեմ հայրիկս գերի վերցրեց օպերացիայի հրամանատար Մաշկովին և նրանից խլեց «Կալցո» օպերացիայի կոդավորված պլանը։ Բանակցությունների գնալու ճանապարհին Թաթուլ Կրպեյանն ու իր երկու զինակիցները զոհվեցին, Մավան ճիրաններից փրկելով 3500 մարդու։ Հայրիկիս օրինակն իհարկե բացառիկ է, սակայն արցախյան ազատամարտի պատմությունը լի է հերոսության և հիշատակի արժանի բազում օրինակներով։ Մերօրյա հերոսները փառքի դափնիներով պսակեցին իրենց երկրային կյանքի ուղին։ Այսօր նրանցից շատերը կենդանի են և ապրում են մեր կողքին։ Այս դահլիճում ներկա են ազատամարտիկներ, ովքեր պատերազմի սարսափներն զգացել են սեփական մաշկով, ովքեր կենդանի վկաներն են ոչ վաղ անցյալի մեր հերոսական պատմության։ 1988-ից 92 թվականներին խորհրդային բանակի հովանավորությամբ մինչև ատամները զինված ադրբեջանական օմոնի հարձակումներից Հայաստանի սահմանամերձ շրջաններն ու Արցախը պաշտպանում էին փոքրաթիվ, ինքնաշեն զենքերով, որսորդական հրացաններով զինված, սակայն անկոտրում կամքով և ոգով կամավորական ֆիդայական ջոկատները։ Նրանք հետագայում դարձան կազմավորված կանոնավոր հայկական բանակի հիմքը և նրա շարքերում պայքարեցին մինչև վերջ, մինչև Բաղձալի հաղթանակը։ Հայ ազատամարտիկները ցույց տվեցին թշնամուն և ողջ աշխարհին, թե ինչ է նշանակում հայրենիք պահող հայ զինվորի մարտական ոգին։ Զոհված ընկերների զենքերի վրա երդվելով տասնյակները, հարյուրավորները կանգնեցին ռազմաճակատի առաջին գծում, չընկճվեցին, չկոտրվեցին, բազմիցս վիրավորվեցին, բայց չլքեցին դիրքերը, գործելով նորանոր սխրանքներ։ Ես և իմ սերնդակիցները, որ մեր 20-ամյա նորանկախ պետության տարեկիցներն ենք, ոգեշնչվում ենք մեր պապերի, հայրերի և ձեր կենդանի օրինակով։ Ավարտելով խոսքս ուզում եմ մաղթել ձեզ քաջ առողջություն, անսպառ ուժ և կորով, որպեսզի շարունակեք փոխանցել ձեր փորձն ու հավաքական հիշողությունը մեզ, երիտասարդներիս։ Հավերժ փառք հայրիկիս և հայրենիքի ազատագրության համար մարտիրոսված բոլոր քաջորդիներին։ Ապես, Ասպրամ ջան։